աշխարհի քարտեզի վրա բոլոր տեսանկյուններից արժի դիտարկել, ինչ ենք մեզնից ներկայացնում։ Հա, բոլորը գիտեն, որ տարածքով բնակչությամբ փոքր երկիր ենք, իսկ ամենավատը, որ տնտեսական ցուցանիշներով շատ թույլ ենք, բյուջեն կամ հնան որն դիտարկվում է, որ գիտությունը կապ չունի չափերի հետ եւ շատ դեպքերում Հայաստանը բավական կարևոր դեր է զբաղեցնում։ Հիմա մի քիչ ընդհանուր տվյալներ ներկայացրել աշխարհից, աշխարհում կա 700 աստղադիտարան։ Իդեպ ասեմ, ոչ բոլոր երկրները, ընդամենը 73 պետություն կա, որ աստղադիտարան ունի, 200-ից մոտ 200 պետություն կա, այնպես որ արդեն այդտեղ մենք շնորհավորություն ենք ստանում։ Մոտ 30,000 աստղագետ կա աշխարհում, տարբեր գնահատականներով, գումարած շատ ֆիզիկոսներ, որոնք հիմա զգալի չափի ֆիզիկոսներ զբաղվում են աստղագիտական թեմաներով, որտեղ դա ամենահետաքրքիրներից մեկն է։ Բազմաթիվ ֆիզիկոսներ զբաղվում են օրինակ տիեզերաբանությամբ, կոսմոլոգիայով։ Միջազգային աստղագիտական միությունը ՄԱՄ հապաղում, որ գրված է, 87 անդամ երկիր ունի, որից մեկը Հայաստանն է, եւ Հայաստանը այդտեղ ունի 25 արդեն անդամ։ ՄԱՄ-ի անդամները ընդամենը 11,000 իրավ անդամներ են, երիտասարդ անդամներ կա մոտ 1000, այսինքն մոտ 12,700 անդամ կա։ Բայց ՄԱՄ-ը ստեղծել է տարածաշրջանային կենտրոններ ընդամենը 11 հատ, որից մեկը մերն է, մենք ենք ղեկավարում։ Այդ առումով արդեն մեծ առավելություն կա, աշխարհը մեզ ճանաչում է միանգամից որպես աստղագիտական կարևոր երկիր, որտեղ 11 երկիր կա, որոնք կոորդինացնում են, համակարգում են աստղագիտական զարգացում ամբողջ աշխարհում բաժանված տարածաշրջանների։ West and Central Asia, այսինքն հարավ-արևմտյան եւ կենտրոնական Ասիա, այդ ամբողջ տարածաշրջանը Եվրոպայի սահմաններից սկսած մինչև կենտրոնական Ասիա ներառյալ Հայաստանն է կոորդինացնում, Հայաստանը կենտրոն է եւ նույնիսկ Թուրքիան է դրա մեջ մտնում։ Այսինքն ես մեկ կատակով ասում Թուրքիան ենթարկվում է մեզ աստղագիտության մեջ։ Ու իրոք, ես վերջերս Իստանբուլում էի, համալսարանում ծրագրել էի դասախոսության եւ տեսնեք ինչ վերաբերմունք էր, ոնց որ իրենք մեր տարածաշրջանի անդամ երկիր են համարվում։ Ես միշտ գրական աստղադիտարանի եւ ուղղակի հայ գիտության վիճակը այսպես եմ ներկայացնում, ասում երկակի պետք է դիտարկել։ Ենթակառուցվածքային առումով շատ թույլ ենք, զիջում ենք հիմա, որտեղ 70-ական թվերի վիճակն է մնացել, շատ քիչ հիմնարկներ կան, որևէ փոքրիկ ջուր առաջխաղացում ունեցել, մեծ մասամբ քանդված վիճակ, շատ հիմնարկներ կան, 10%-ն է օգտագործվում ամեն ինչի, բայց մարդկային ակտիվության առումով հակառակը շատ դրական են գնահատում, եւ եթե մարդկային ակտիվություն չներ, մարդկային գործոնը չներ եւ ոչ մի բան հիմա չէր պահպանում մեր գիտությունից։ Միասնական բան ասեմ, դա իհարկե ամենաառաջինը կազմակերպչական արտադրական քաղաք են ուզում հիմնադրել, իրենց իրարանցում է հիմա գիտության մեջ սկսվել։ Ես նույնիսկ չեմ ուզում հիմա դիտարկել դրա լավորդ կողմերը, բայց փաստ այն է, որ իրարանցում է իսկապես, դա շատ մեծ գլխացավանք է, օրինակ դուք պատկերացրեք, բնակարան եք տեղափոխվում, մի բնակարանից մյուսը չէ, հասարակմանը չէ թվում է, բայց շաբաթներով մարդու գործունեությունը կանգ է առնում, ընդհանուր բնակարան տեղափոխվելու, բոլոր իրերը խառնում էին, շատ բաներ չեք գտնում, դե պատկերացրեք հիմնարկը ամբողջ ունիվերսիտետ տեղափոխվի, պատկերացրեք ինչ է տեղի ունենալու Հայաստանում, եթե այդպիսի բան սկսվի պրոցես։ Մեր դեպքում հնարավոր բան չեն ասում, որտեղ կամ ազգային արժեքներին ձեռք չտան, եւ հետո ընդհանրապես դրական աստղադիտարան կարող վերստին տեղափոխվի ակադեմիական քաղաք, բայց մյուս հիմնարկների համար ես շատ անհանգիստ եմ, որտեղ մի տարի առնվազն խառնաշփոթ է լինելու Հայաստանի գիտության մեջ, իսկ մի տարի ներքև որ գիտնականների զգալի մասը ուղղակի հեռանա եւ ընդհանրապես չհաջողվի վերականգնել գիտական մակարդակը։ Դրա համար շատ զգուշ պետք է լինել նման հարցերի, նույնիսկ եթե թվալ դրական պրոյեկտ է, եթե վիճարկվում է իհարկե տարբեր կարգավորներ կան, գուցե եւ դրական պրոյեկտ է, բայց դա կառուցելիս սովորաբար նայում են արտասահմանյան փորձին, տարբեր քաղաքից դուրս ինչ-որ կամպուսներ կան, դա անելիս սկսել են զրոյից հիմնադրել այդտեղ գիտական կենտրոն եւ ճամբար համալրելով զարգացում ոչ թե ինչ-որ մի բան վերցրել տեղափոխել այդպես արհեստականորեն։ Ну, երիտասարդ կադրերի հարցը կա եւ այլն, շատ ես վերստին ընդհանրացված եթե ասեմ խնդիրը դա ֆինանսական է, այնուամենայնիվ
պետք է նշել, որ եթե ֆինանսական արիներ, այս կետերից շատ-շատերը հենց հանգիստ կարելի է լուծել։ Իսկ ինչա երկուսում է անարդյունավետ աշխատում։ Այո, իհարկե, միանշանակ պետք է ասել անարդյունավետ, որովհետև չկա լավ սարքավորում։ Հիմա երբեմն դիտակների արժեքի չափ սարքը արժի, այդքան թվային սարքերը շատ թանկ են եւ քանի որ սպეციფիկ են մասսայական արտադրության չեն, իրենք շատ թանկ են, դիտակներն են թանկի դեպ, եւ այդ սարքերը ձեռք բերելու համար պետք է լուրջ գումարներ, նույնիսկ մինչեւ միլիոն եւ ավելի դոլար, որ ասեմ մեր պետական տարեկան բյուջեից էլ ավելի է մի սարքը, որ կարողանանք լավ աշխատել։ Չէ՞ ասած այսպես ասած բանից մասնագիտական։ Ինչ է կարող։ Խնայելով եք բանից։ Ոչ թե խնայելով, այլ ցածր էֆեկտիվությամբ, այսինքն չեն կարող մեր հին սարքերը, որոնք կան, նրանք չեն կարող այդ արդյունքը տալ ինչ-որ լավ սարքեր են։ Իսկ միշտ ասում են աստղագետները հերոսներ, որտեղ 90-ական, 2000-ական թվերին որ նայում են աշխատավարձերը, համարյա զրոյական էր։ Հիմա մի քիչ բարձրացվել են, հիմա ոչինչ, ես աշխատավարձերից չէի բողոքի, բայց ինժեներների դեպքում շատ ցածր ինժեներները, լավ որակյալ ինժեներները ստանում են կես միլիոն, մի միլիոն համարյա դրամ, իսկ մեր մոտ ինչ ասենք 150-200 հազար մաքսիմում կարող ենք վճարել, նույնիսկ եթե շատ ուզում ենք լավ ինժեներ բերել։ Եվ բնականաբար այդ խնդիրը կա։ Իսկ կադրերներ որ չկան, սարքերներ չկան, ընդհանրապես անհույս է որևէ ձևով երկուսուեցը մրցակցի, օրինակ ես ասացի տարածաշրջանային մրցակցությունը հիմա շատ ակտուալ է դառնում։ Թուրքիան եւ Իրանը կարող են մեզից առաջ անցնել իրենց դիտողական հնարավորությունները։ Նոր են տեղադրել դիտակներ իրենք, դեռ այդպես ակտիվ չեն աշխատացնում, նոր ընթացքի մեջ է որ պետք է սկսեն արդեն կանոնավոր աշխատելը, եւ եթե առաջիկա տարիներին պետրոք միջոցներ չձեռնարկվի, կպարզվի Հայաստանը բոլորովին առաջատար չի այս տարածաշրջանում։ Զարմանալի որ Հայաստանը լինելով ամենափոքր երկիրը, դե բոլորս գիտենք, բոլորի զիջում է եւ Թուրքիան եւ Իրանին եւ բոլոր երկրներից տարածքով ամենափոքրն է, բայց մեկ առաջատար է, միանշանակ այսօր դեռ կարելի է հայտարարել, որ Հայաստանը աստղագիտության մեջ առաջատար է, ոչ թե դա մեր այսպես բանն է, հայտարարությունն է հպարտ, այլ բոլորն են ընդունում դա եւ միջազգային աստղագիտական միությունն է ընդունում պաշտոնապես եւ արևային երկրները իրենք պաշտոնական նամակներով դա հաստատել են եւ գրել են, որ ընդունում են եւ միանում են մեր տարածաշրջանային կենտրոնին։ Այդ առումով դեռ այդ իրավիճակն է, որը շատ կարևոր է Հայաստանը գոնե ինչ-որ մի բանով տարածաշրջանը լիդեր անեսան։ Իրականացկայտանը, կամ որպեսզի հասկանանք 81-ի արժեքը չկանում արդյունք նշել։ Ուրեմն նախ դեռ ակադեմիայի գիտական ինստիտուտները դեռևս որովհետև հիմա գիտեք գործընթաց է գնում ինստիտուտները ակադեմիայից հանելու, ուրեմն 32-ից մեկը ազգային արժեք է 3-ից մեկը Հայաստանում, այս երկրից է ճանաչվել ազգային արժեք, մյուս երկուսը մատերադարան եւ ցեղասպանության ինստիտուտներ են, այնուհետև հարավ արևմտյան եւ կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնն է, աշխարհի 11 կենտրոններից մեկն է, գոյություն ունի միջազգային աստղագիտական միության նշանավոր աստղագիտական ժառանգության ցանց այդտեղել է գրված գրականը 25 թվականից սկսած, ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեք ունի ստեղծած փաստագրական 11 թվականից, իդեպ ուշադրություն դարձրեք, որ շատ բաներ եւ կարևոր բաներ հենց վերջին 10 կամ 20 տարում են արվել, որ շատերի մոտ կարծիք կա թե խորհրդայնությունից հետո համալսարանի մահվանից հետո վերակառուցական նկատում զիջել է իր կերը կամ դերը, այդպես չէ։ Մենք հիմա այնպիսի կարևոր բաներ ենք ասել, որ երկար տարիներ նույնիսկ երազում ենք, որ տարածաշրջանային կենտրոն 10 տարիներ երազում ենք, որ նման ինչ-որ կարգավիճակ ունենանք։ Հետո մարգարեի շրջայության այդ թվայնացման նախագիծը, որ շատ խոշոր տեղանների բազային ստեղծված դա Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր, հայկական վիրտուալ աստղագիտական արդեն նշեցի 20-ից մեկն է, 20 երկրներից, հայկական աստղագիտական ընկերությունը շատ ակտիվ է վերջին 25 տարում, միջազգային աստղագիտական միության գիտաժողովները, սրանով մենք աշխարհի լավագույն տասնյակ երկրների, ոչ թե երկրների, այլ վայրերի թվում ենք գտնվում, աշխարհում 10 ամենաակտիվ վայրերը, որտեղ անցկացվել են միջազգային գիտաժողովները, դրանից մեկը ներգրավականն է։ Հետո տարածաշրջանային ամառային դպրոցները, որ իրենց գնահատմամբ միջազգային աստղագիտական միության լավագույն 3-ի թվում
մենք եվրոպական համագումար ենք ունեցել, համբարձում ենք թանգարանը գտնում իրականում ազգային երոս և Պանթեոնը նույնպես կարևոր մտածեժառանգելից ու շարժանների ցանկում, ճարտարապետական համալիրը նույնպես եզակի կառույց է մտածել Հայաստանի, այնտեղ ձեռնարկումը դուրս չի գալի, բայց այդպես է կոչվում նորահայտ հուշարձանների ցանկ կա, որտեղ կա հնագույն երևի վայրեր, հա, դա կոչվում նորահայտ հուշարձաններ և Պանթեոնը և անունը հաջող չի, բայց նորահայտ հուշարձանների ցանկում է մտնում ճարտարապետական համալիրը, Սամվել Սաֆարյանի և Սարգիս Բուզրազյանի կողմից 21 թվին այդպիսի բան մեր գյուղատնտեսությունը մտցրել։ Մեր այգին ճանաչված է Դենդրոն պարկ, այսինքն պահպանող տարածք է 17 թվից, հետո վերակար նաև Հանդիսյանի գիտական տուրիզմի կենտրոն, որը և միջազգային աստղագիտականությունը ճանաչում և մենք ունենք համագործակցություն տուրիզմի հայկական ինստիտուտի, պրոյեկտը այդպես է առաջ տանում։ Եվ նաև ասեմ 9 թվից մենք ինտենսիվ կրթական և հանրային գործունեություն ենք վարում, դա միջազգային աստղագիտության միջազգային տարիներ է թիվը և այդ տարի սկսվեց դրա կոնկրետ թիվ է նշում։ Հիմա այս տարվա կարևոր միջոցառումները մայիսի 25-ից 29-ը Երևանում հենց դա Նիկոլաս Զայրյանցում է լինելու միջազգային աստղագիտական միության կոնֆերանս է անցկացվելու, կոչվում է աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ communicating astronomy with the public։ Եվ այստեղ գալու են մոտ 200 հոգի սպասվում աստղագետներ, ուսուցիչներ, սիրող աստղագետներ, աստղագիտության հաղորդակցության մասնագետներ, այսինքն լրագրողներ կարելի է ծրագրել միանգամից և դրան հարակից տարբեր մասնագիտության դերմարտիկ։ Սա հատուկ միջոցառում է, որ 2 տարի մեկ է անցկացվում աշխարհի որևէ երկրում և այս տարի ընտրել են Հայաստանը պետք է լինի։ Այլ գիտաժողովներից և կոնֆերանսներից նշենք, որ նորից սեպտեմբերի վրա եկեն կրոնանցված մեր գլխավոր միջոցառումները և միջազգային համառային դպրոցը 13 հարկն կլինի հերթական շարքի և գլխավոր գիտաժողովը կոչվում է մեր անկայուն պիեզերի դեպրական աստղականությունամայնին նվիրված։ Նույնպես փառատոն ենք ուզում անենք, որից մեկն է հենց գիտաժողովի և այլ մի շարք այլ միջոցառումներ, այդտեղ մեր դրսից մեկն հետաքրքիր է, որ մեծ հետաքրքրություն կա, օրինակ մաթեմատիկական ճամբար են անում Արցախի դպրոցականների համար արդեն 3 անգամ արել են համալսարանի թորներն կազմակերպում, որոնցից մեկն է Մոսկվայի մաթեմատիկայի պրոֆեսորը և ինքն է նախաձեռնել են և իրենք ֆինանսավորում են, իրենք կարողանում են Արցախի դպրոցականներին հավաքել, նույնիսկ հիմա Արցախ գործերից հետո դպրոցականները, ովքեր ապրում են Հայաստանի տարբեր վայրերում, իրենք հրավիրում են և այդ դպրոցը շարունակում են։ Լոնդոնի ճարտարապետական ասոցիացիայի կողմից հետաքրքրություն կա արդեն 3 տարիից այդ համագործակցությունն ենք։ Մեր հերթական շարքերն են աստղագիտական ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը և բյուրականի գիտաճամբարը։ Եվ ուզում ենք թանգարան նաև բացել բյուրականում Հայ աստղագիտության պատմության հավանաբար կոչի, ոչ միայն բյուրականի աստղագիտանի, դեպի դրամապարտությունները կա, դա անձնական է, բայց ուզում ենք Հայ աստղագիտության պատմության թանգարանի մի վայր, որտեղ հավաքված լինեն բոլոր արժեքները, մասնարարպես չկա այստեղ, որ գնանք ասենք տեսնենք գարապատկերներ, չգիտեմ, Զորաց քարերի վերաբերյալ ինֆորմացիա կամ մեծամորը օրացույցները, բոլորը ինտերեսան Սարայում դպրոց է եղել, աղբատում էր, դատերում էր այդ դպրոցները, որտեղ են տիեզերական գիտելիքներ են եղել։ Մի խոսքով մեր ամբողջ ժառանգությունը, պատմությունը, այդ թվում և բյուրականի աստղագիտանի թանգարանը այդտեղ ուզում ենք միտեղ հավաքել։ Այս տարի կբացվի, մենք արդեն վերանորոգել ենք այդ տարածքը, հիմա որ մեր ներքին ցուցանմուշներ, ցուցասրահներ, ցուցափեղկեր և այլնպես բարեկամություն։ Եվ իջեմ խոսենք երկրային երևույթներից, սա կարծեմ վերջին սլայդներն են արդեն, թե այս տարի ինչեր է սպասվում, ամեն երկրային երևույթներից գլխավորները, որ մանավանդ լրագրողների հետաքրքրում է, դրանք են խաղավարումները, կիսավարների ամուսումները, ինչի չէ նաև ասեմ միաժամանակ երկրային տիեզերական տարբեր երևույթներ կամ միջոցառումներ, ինչպես են ասում, իրենց չեմ այն ոնց ասեմ դրան,
օրինակ, գիտեք, որ հիմա Արտեմիս 2-ն է պատրաստում թռիչքի, առաջիկա ամենակարևոր իրադարձությունը, որ ամերիկացիները լույսին են ուղարկում, իհարկե չեն իջնել լույսի վրա, այդ մտքերը լույսի շուրջ եւ իրականում 4 աստղագնաց արդեն պատրաստ սպասում են թռիչքի օրը կայացարեն, ասել են, որ ամսի 8-ից սկսած կարող է լինել այս փետրվարի։ Այսինքն առաջիկա օրերին այս իրադարձությունները 1971-ից հետո չի եղել դեպի լույսի մարդու կողմից մարդը չի հասել։ Երբ որ 69-ից 72 դրականից նախորդ ծրագիրը ժամանակ 12 մարդու չափուցնի վրա ամենը 9 արշավախում հաջող ուղարկեցին արշավախում, որը 3-ը անհաջող վերադարձավ, բայց 6-ի ժամանակ 2-ական մարդ իջան լուսնի վրա, այսինքն 12 մարդ եղել լուսնի վրա, Նիլ Արմսթրոնգից սկսած օրերին առաջին մարդը լուսնի վրա, եւ 69-ի 20-ին առաջինը։ Հետո մինչև 72 թիվը շարունակվեց ծրագիրը Ապոլոնի այդ ասած 9 ուղևորությունները, հետո պատկերացրեք, չգիտեմ ինչ պատճառով, մարդիկ մեկ-մեկ խոսում են մեզ, դեռևս դպրոցականի ինչ-որ խոսում են, հիմա Մարսը կրկնային եւ այլ, բայց 50 տարուց ավել աստորեն նույնիսկ լուսին մարդ հայրենից չի հասել, որևէ եւ ամերիկյան, սովետական եզրական ծրագրերում չի եղել։ Եվ հիմա դրա համար մեծ իրադարձություն է, որ Արտեմիս 2 եզրանալն է, որը կգնա եւ լուսնի շուրջը կվերադառնա։ Ինչ որտեղ կարելի ասել նախապատրաստական քայլը արդեն դեպի Մարս ուղևորության։ Մարսի մասին էլ է շատ խոսում, բայց եթե իմ կարծիքը ասենք, այդքան արագ դերադատերություն ունենա, որովհետեւ այդպիսի խոշոր ծրագրերը լուրջ նախապատրաստում են պահանջում։ Ցավոք Հայաստանից արեգակի խաղարումները չեն դիտվում, որտեղ արեգակի խաղարումը շատ հազարվի դերել, նա շատ փոքր տարածքում է երկրի վրա երևում, լուսնիները ավելի մեծ են, քանի որ երկրագնդը ավելի մեծ շատով է ծածկում լուսնին, լուսնի խաղարումը, որ երկրագնդի ստվերն է ծածկում լուսինը, եւ այդ ավելի երկար է դուրս ժամեր եւ երկրի վրա զգալի շատով հնարավոր է դիտել լուսնի խաղարումները մենք Էփշտայնին դիտել ենք եւ ելի կդիտենք, իսկ արեգակի առայժմ դեռ չէ, այսպիսին է պատկերը։ Էլի բան է, Ամերիկայի օգտանի մասեր մեր ոնց որ ստեղծին, ցավոք Հայաստանում չի դիտվում։